Ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ, գերածախսերի դեպքերը և դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար։ Կառավարությունը կհաստատի կանաչ և կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք Հայաստանի կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ և այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին ոչ հանրայինից անցնելու հանրայինի շուկան զարգացնելու համար։ Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները և կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի։ Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար Արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ։ Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և այլ տվյալների համակարգերի միջև տվյալների փոխանակման կառավարման բարելավման համար։ Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո կառավարությունը ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը։ Մի շարք փոփոխություններով կբարելավի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը։ Ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ և հետևաբար բարեփոխումների շրջանակը ևս նույնական է Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ։